Ես դա անում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Գնացեք, կարդացեք ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը եւ կհասկանաք, որ Ղարաբաղյան շարժումը այդ ժամանակ արդեն ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինչ ասեմ, այդքան ինտուիցիա չէինք ունեցել, որ կարդանք եւ ինքնուրույն դա հասկանանք, որովհետեւ 2018 թվականի դրությամբ, ապրիլի դրությամբ, սեղանին ա եղել բանակցային մի բովանդակություն, որը Ղարաբաղի հարցի մասին մեր ունեցած պատկերացման հետ համեմատ, որը արտահայտվել ամենատարբեր ուղերձներում, այդ թվում իմ ելույթներում, հայտարարություններում, այդ իրադրությունից դուրս գալու համար, այդ իրադրություն լուծելու համար, մենք պիտի զիջեինք, հետո էլի 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 պիտի զիջեինք։ Որևէ գործողություն, տեսեք օրինակ բանը, Սերժ Սարգսյանը առաջինն էր, չէ, որ բանից 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ եւ ասեց կապիտուլյացիա։ Ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որևէ գործողություն, որևէ հնարավոր գործողություն, տեսեք ինչ եմ ասում, չկար որևէ մի հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Որևէ գործողություն։ Եթե կար, թող այդ գործողությունը աներ, ոչ թե գար էս ամբյոնից բան աներ, պատերազմ անոնց աներ։ Այսինքն թիվ մեկ կապիտուլյանտը, որ բերել է պրոցեսը հասցրել է միտեղ, որտեղից ուրիշ ելք բացի այն ինչ որ ինքը անվանում է կապիտուլյացիա չկա, իրանց գործը ինչ է։ Իրանց 2020 թվականի նոյեմբերի եւ դրանից առաջ էլ ամբողջ գործը ինչ է։ Որ իրենց կառուցած, այն ինչ որ իրանց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների կոնկրետ իմ վզին։ Բայց դրա համար եմ այդ մարդկանց ասում եմ, լսեք, եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Իրեք հատ մտքի տիտանը ասում են, ես այսօր գործ ունեմ, ես այսօր բան, այն մեկն ասում է, բոլորը ասում են բան, բոլորն ասում են, մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, բանին, հարսներին, բաջանաղներին ղրգում են ասուլիսներ տալու, գնացեք, արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներիս հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրանք դա։ Եվ դրա համար էլ չեն գալի, էսա վաղը, էս պայծ սկսած, երեխեքը, թոռները, ծոռները, հարսները, բաջանաղները, աներձակները, քենիները, սկսվելու է, ասում եմ, կամ վեր եք ընկնում, ձեններդ կտրում եք, այդ թեմայով չեք խոսում, կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու։ Խորհրդանական ընտրությունը տեղի ունենալու 2026 թվականին, հունիսին, ըստ ամենայնի, բայց այսօր այդ ընտրությունը, այսօրվանից ամեն քաղաքացի համար այդ ընտրությունը պետք է կայացնի։ Եվ Հայաստանի կառավարությունը, այս պարզ է, չէ, երբեք ոչ մի միջոց չի ձեռնարկելու, որ վայ ոնց անենք, որ քվեաթերթիկում ես մի քվեատուփի մեջ ընտրությունն է, ոնց անենք, փոխենք, դարձնենք։ Մենք չենք անելու դա, չենք արել, չենք են անելու։ Սա մի կողմից լավ է քաղաքացու համար, որովհետև իր ձայնը արտահայտվելու է։ Մյուս կողմից էլ սա պատասխանատվությունը, որը մենք տեղապահի կարգավիճակով կրում ենք միայն մեր վրա,
Ընտրությունների օր այդ պատասխանատվությունը բաշխվելու է ընտրության մասնակցող բոլոր քաղաքացիների վրա։ Այն որ ասում է 3 միլիոն վարչապետ կա, այդ քվեարկության պահին, ու ընտրողների ցուցակում երևի ավելի քիչ են մարդիկ, թիվը չեմ կարող։ Այդ ընտրության պահին, ոնց որ վարչապետը որոշումներ աստորագրում եւ այլն կառավարությունը, այդ ընտրության պահին այդ ընտրությունն է տեղի ունենալու եւ այսօր էլ այդ ընտրությունը։ Մեր ընդդիմադիրները շաբաթը մի անգամ կոչ են անում, որ եկեք ժողովուրդ իշխանությունը փոխենք եւ այլն։ Դա ինչի մասին է։ Դա սրա մասին է։ Ես բացարձակապես դեմ չեմ, անկեղծ եմ ասում, նույնիսկ կողմ եմ։ Եթե մեր ժողովուրդը գտնում է, որ մենք գնում ենք սխալ ճանապարհով, ես կոչ եմ անում, թող դուրս գան, արտահայտվեն եւ Հայաստանում անեն իշխանափոխություն։ Մենք պետք է հասկանանք, ի վերջո մեր ուզածը ինչ է։ Մենք պետք է հասկանանք, մեզ համար Հայաստանի Հանրապետությունը ֆորպոստ է, թե ֆորպոստ չի։ Ընդ որում ֆորպոստի ընկալումը դա արտաքին բան չի։ Էլ եմ ասում, Հայաստանի Հանրապետությունը մեզ համար ֆորպոստ է, ավելի մեծ հայրենիք ունենալու համար, ավելի մեծ պետություն ունենալու համար, թե Հայաստանի Հանրապետությունը այն պետությունն է, որը մեր երազանքների պետությունն է։ Իմ ընկալումը այն է եւ մեր ընկալման տրանսֆորմացիան այն է, որ սա մեր երազանքների պետությունն է եւ մենք մեր երազանքների պետությունը այստեղ այս ինքնիշխան տարածքում պետք է շարունակենք կառուցել։ Իրադրության առանձնահատկությունը հետեւյալում է, որ մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարության։ Մեզ համար ակնհայտ է, որ թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս կան process-ներ եւ կան ցանկություններ եւ կան պլաններ Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դուրս բերել այդ ռազմավարությանը հետևելու եւ այդ ռազմավարությունը շարունակելու ուղեգծից եւ մեր բոլոր գործողությունները պետք է կարդալ այս տրամաբանություն։ Այսինքն մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարական ճանապարհը։ ԼԻԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է։ Այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասացի, որ կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետքա չշարունակենք։ Հետևաբար, բայց ինչու ենք հետաձգում ԼԻԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք, մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնտեղ էլ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է։ Պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի։ Այդ են եզակի հատվածներից է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից այսքոմ հրադադարի ռեժիմի խախտման մի հատ դեպք չի եղել։ Մի հատ դեպք է եղել, այս վերջին հայտնի դեպքը, որտեղ էլի շատ բան իրավիճակ էր։ Մեծ հաշվով ոչ մի հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի եղել։ Այդ որոշման արդյունքում այսօր Երևան կապան օթանավը թռնում է եւ վերադառնում։ Ինչի՞ չեք ասում, այդ ինչ վիճակ էր այդ տարածքում, որ մի հատ էլ բանը հովիվները պետք է դիմավորեին։ Բա դուք ինչով եք զբաղված։ Բա դեր գործի անուն ինչ է։ Բա ինչի եք ինձ դարձնում քաղաքական հալածյալներ։ Ինչի՞ չեք բան անում։ Բա այդ մեզ հələ առաջարկում եք գնդակահարել, այդ հասկացանք։ Բա իրանց ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել։ Ինչի՞ չեք, այդ դասալիքներին ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել։ Այդ վախկոտ փախածներին ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել։ Ձեր հրահանգով էին փախնում, որ Հայաստանում բան անեիք, քաղաքական process-ներ հրահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումը արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ
համաձայնության գալը եւ նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները այդպիսով հաջողությամբ ավարտելը։ Երկուսս են այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի եւ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի եւ վավերացվի, այսինքն ուժի մեջ մտնի երկու երկրներում։ Ընդհանուր առմամբ սա թերևս այս բովանդակությունը նաեւ արտահայտված է հաղորդագրություններում, իհարկե նաև փոխադարձաբար կարևորել ենք եւ արձանագրել ենք, որ առավել եւս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ եւ պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ 25 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մուտքի եւ ելքի բոլոր կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո եւ սա չափազանց կարեւոր իրադարձություն է եւ որը արժի ընդգծել եւ ես նաեւ այս առիթով ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային անցագրային կետերում իրականացնելու համար եւ գոհունակությունս արտահայտել, որ մենք այլևս ի վիճակի ենք այդ ինքնիշխան գործառույթը իրականացնել։ Իմ գործառույթն է, որ ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն ունենան, եւ ես կարող եմ ասել, որ այն, որ դուք ասում եք, որ որևէ դուրս բրծուկ չի կարա Հայաստանի ընտրողի կամքին բռնանա։ Եթե որևէ դուրս բրծուկ փորձի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրության կամքին բռնանա, ինքը շատ արագ կհայտնվի որտեղ ասեմ ասֆալտին, ամենաարագը տեղը։ Մնացածը թող գյումրեցիները ասեն, ես վստահ եմ, որ եւ գյումրեցիները, ոչ թե վստահ եմ, ես երաշխավորում եմ, որ եւ գյումրեցիները եւ փարաքարցիները ազատորեն իրենց կամք արտահայտելու հնարավորություն կունենան։ Մեր դիրքորոշումն էլ հետեւյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք մենք ի գիտություն ենք ընդունելու եւ ժողովրդի ասածը մեզ համար օրենք է։